Առավել քան վստահ եմ, որ 8%-ը խնդիր չի լինելու այս ընտրացուցակի համար, անկախ նրանից ինչ բրենդով հանդես գանք։ Սա մեկ։ Երկրորդը ինչի դաշինք չէ։ Զուտ տեխնիկական նկատառումներից ելնելով, այս բանը մեկ կուսակցական ցուցակով մասնակցելը մենք ավելի նպատակարար ենք գտել, դաշինքների պարագայում գիտեք, այդ մի քիչ ավելի բարդ է։ Երեք մի քանի միավորներ պիտի առանձին ցուցակներ կազմեն, զուտ տակտիկական մեր նախընտրական մարտավարության տեսակետից ավելի էֆեկտիվ ենք համարել, ավելին ես ասեմ, որ սոցիոլոգիական հարցումների դինամիկա, ես հիմա տվեր չեմ հրապարակի, դրանք փակ հարցումներ են, ցույց են տալիս, որ մեր ընտրացուցակը, առաջարկ Հայաստանի ծրագիրը եւ Բարգավաճ Հայաստանը, ընդդիմադիր դաշտում կարող է մրցակցել նույնիսկ առաջնորդության տեղի համար,